Ձեր նկատմամբ երբևիցե վարվել են անարդար։ Զգացել եք անարդարության դառնությունը։ Այս աշխարհը լի է անարդարությամբ և ստությամբ։ Սատանան, որը կոչվում է ստության հայր, մոլորեցնում է բոլոր ազգերին և ծռելով ամեն ճշմարտություն, սերմանում է անարդարություն։ 5-րդ կնիքը ներկայացնում է մեզ բոլոր նրանց, ով անարդարացիաբար տուժվել, հալածվել և նահատակվել է Աստծո ճշմարտությունը կրելով և Աստծո ճշմարտության մասին ճշմարտապես վկայելով։ Նրանց ճիչը և աղաղակը բարձրանում են առ Աստված սուրբ պահանջով վերականգնելու արդարությունը։ Բայց թվում է, թե իրենց արդար պահանջը մնում է անպատասխան։ Արդյոք ողջ երկրի դատավորը կշարունակի լռել։ Արդյոք վեր չի կանգնի վրեժ առնելու իր սուրբերի թափված արյան համար։ Եվ կա արդյոք իրավունք և դատաստան ամենակարողի մոտ։ Եվ երբ որ 5-րդ կնիքը բացավ, տեսա սեղանի ներքև նրանց հոգիները, որ մորթված էին Աստծո խոսքի համար և այն վկայության համար, որ ունեին, որ մեծ ձայնով աղաղակում էին և ասում. «Մինչև երբ, ով սուրբ Տեր և ճշմարիտ, չես դատում և մեր արյունի վրեժը չես առնում երկրի վրա բնակվողներից»։ Եվ նրանց յուրաքանչյուրին սպիտակ հանդերձներ տրվեցան, և ասվեցավ նրանց, որ տակավին մի քիչ ժամանակ հանգիստ առնեն, մինչև որ նրանց ծառայեկիցները և նրանց եղբայրներն էլ կատարվեն, որ նրանց պես սպանվելու են։ Այս խորհրդանշական պատկերը ներկայացնում է մեզ այն սարսափելի անարդարությունները և ոճրագործությունները, որ կատարվել են սատանայի և նրա համախոհների կողմից քրիստոնեության պատմության ողջ ընթացքում։ Քրիստոսը կանխատեսել էր այդ մռայլ ապագան, երբ աշակերտներին ասում էր. «Այս խոսեցի ձեզ հետ, որ չգայթակղեք։ Իրեն ժողովարաններից ձեզ դուրս կհանեն, և ժամանակ էլ կգա, որ ամեն ով որ սպանի ձեզ, կկարծի, թե Աստծուն պաշտոն է մատուցում։ Եվ սա կանեն ձեզ, որովհետև ոչ Հորը ճանաչեցին և ոչ ինձ»։ Ինչպիսի սարսափելի խաբեություն, ինչպիսի կուրություն։ Քրիստոնյաները սպանելու են քրիստոնյաներին, կարծելով, որ ծառայում են Աստծուն և հաճելի են Աստծուն, մինչդեռ կատարում են ոչ թե Աստծո, այլ սատանայի կամքը, ով ի սկզբանե մարդասպան էր։ Այս խոսքերը զարմանալիորեն կատարվեցին, և Հռոմի կաթոլիկ եկեղեցին իր հաստատվելուց ի վեր, սկսած 6-րդ դարից և մինչև ֆրանսիական հեղաշրջումը, մինչև 1798 թվականը, հալածում և վարգաբեկում էր, կենդանի թաղում և այրում էր երեխաներին, կանանց և տղամարդկանց այն բանի համար, որ նրանք հանդգնում էին կարդալ Աստվածաշունչը և ապրել Քրիստոսի խոսքի համաձայն, անտեսելով Հռոմի կաթոլիկ եկեղեցու ավանդույթներն ու իշխանությունը։ Եվ այս ամենը Քրիստոսը կանխատեսել էր և զգուշացրել էր իր առաքյալներին և հետևորդներին, որ չգայթակղվեն։ Բայց ամենասարսափելին այն է, որ այս ամենը նորից կկրկնվի մեր օրերին։ Հռոմի կաթոլիկ եկեղեցին միաբանված ընկած բողոքականության և քաղաքական իշխանության հետ, նորից կվերսկսի հալածանքները բոլոր նրանց նկատմամբ, ով կհանդգնի երկրպագել Աստծուն իր սուրբ խոսքի համաձայն, իրենց խղճի թելադրանքով և ոչ թե Բաբելոնի պոռնիկի պատվերով։ Մեր շուրջը շատ արագ նախապատրաստություններ են տեղի ունենում համաշխարհային կրոն և նոր աշխարհակարգ ստեղծելու ուղղությամբ։
ինչի մասին մենք դեռ խոսելու ենք հետագա եթերներում։ Ինչպես երբեք առաջ, մեզ այսօր անհրաժեշտ է լինել արթուն և սթափ։ Աստծո խոսքը ուսումնասիրելով և ճիշտ գնահատելով այն, ինչ կատարվում է մեր շուրջը։ Եվ նրանց յուրաքանչյուրին սպիտակ հանդերձներ տրվեցան, և ասվեցավ նրանց, որ տակավին մի քիչ ժամանակ հանգիստ առնեն, մինչև որ նրանց ծառայեկիցները և նրանց եղբայրներն էլ կատարվեն, որ նրանց պես սպանվելու են։ Այս հատվածը պարզ ցույց է տալիս, որ հալածանքները և սպանությունները պետք է վերսկսվեն։ Խոսքի ազատության և կրոնի ազատության սկզբունքները կոպտորեն խախտվելու են։ Կոպտորեն խախտվելու են հանուն այսպես կոչված ընդհանուր բարիքի։ Գեղեցիկ կարգախոսներով և գրավիչ նշանաբաններով ազգերին մոլորեցնելու են և ստիպելու են, որ երկրպագեն գազանին, ոչ թե Աստծուն։ Իսկ նրանց, ով հրաժարվի, հայտարարելու են օրենքից դուրս և պիտակավորելու են որպես խռովարարներ և ընդհանուր բարիքի և համայն հասարակության երջանկության թշնամիներ։ Այո, Քրիստոսին նորից խաչելու են հանձինս իր հավատարիմ զավակների։ 5-րդ կնիքի տեսիլքը նաև հավաստիացում է, որ Աստված միջամտելու է և վերականգնելու է արդարությունը և որ ոչ մի դաժան և անարդար գործ չի մնա անպատիժ։ Աստծո խոսքի սրբազան պատմության մեջ կան բազում օրինակներ Աստծո դատաստանների, որոնք հուշում են մեզ, որ վերջնական դատաստանը, չնայած որ թվում է, թե ուշանում է, բայց անխուսափելի է։ Սոդոմ և Գոմորի կործանումը, ջրհեղեղը, որից փրկվեց Նոյը և իր ընտանիքը, Եգիպտոսի փարավոնը, որը դաժանորեն շահագործում էր հրեաներին և սպանում երեխաներին, Բաբելոնը, որ հպարտանում էր իր հաղթանակով Աստծո ժողովրդի դեմ և կարծում էր, որ անառիկ և անպարտելի է։ Այս ամենը գրված է մեզ որպես վկայություն և հավաստիացում, որ դատաստանը անխուսափելի է։ Ավարտելով իմ խոսքը կուզեմ հիշել ևս մեկ դատաստանի և Աստծո միջամտության օրինակ, որը տեղի էր ունեցել քրիստոնեության տարածման ամենասկզբում, առաքյալների օրոք։ Այս միջամտությամբ Աստված պարզ և հստակ ցույց տվեց իր վերաբերմունքը նրանց նկատմամբ, ով կհանդգնի հալածել և սպանել Աստծո լրաբերներին բոլոր դարերում։ Պատմությունը գրված է Գործք առաքելոց գրքում։ Այն ժամանակ Հերովդես թագավորը ձեռք գցեց, որ եկեղեցուց մի քանիսին չարչարե, և Հակոբոսին, Հովհաննեսի եղբորը, սրով սպանեց, և տեսնելով, որ հրեաներին հաճելի է, նրա վրա Պետրոսին էլ բռնեց։ Եվ բաղարջակերած օրերն էր։ Նրան, երբ որ բռնեց, բանտը դրավ և մատնեց 4 կարգ չորսական զինվորների, որ պահեն նրան, և կամենում էր զատկից հետո նրան բերել ժողովրդի առաջ։ Եվ Պետրոսը բանտում պահված էր, բայց նրա համար անդադար աղոթք էր լինում եկեղեցուց դեպի Աստված։ Ուրեմն Հերովդես Ագրիպաս առաջինը, որ թագավորում էր 37-ից 44 թվականները մեր թվարկության, չարչարելով քրիստոնյաներին, սպանելով Հակոբոս առաքյալին և նաև բանտարկելով Պետրոս առաքյալին նույն նպատակով, այսինքն սպանելու նպատակով, կարծում էր, որ կմնա անպատիժ։ Ինչպես ժողովողն է ասում, որովհետև չար գործի վճիռը շուտով չի կատարվում, սրա համար էլ մարդկանց որդիների սիրտը համարձակվում է չարություն անելու։ Աստված իսկապես շատ համբերատար է չարագործների նկատմամբ, և շատ հաճախ նրա համբերատարությունը սխալմամբ ընկալվում է որպես թուլություն, և ամբարիշտները էլ ավելի մեծ հանդգնությամբ են չարիք գործում,
կուտակելով իրենց գլխին Աստծո ցասումը եւ բարկությունը։ Բայց Աստված թագավորում է։ Թող լուր կենա ողջ երկիրը նրա առջև։ Աստված միջամտում է եւ հրաշքով ազատում է Պետրոս առաքյալին Հերովդեսի ձեռքերից։ Եվ Աստծո հրեշտակը դուրս է հանում նրան բանտից, որ նա շարունակի հռչակել ավետարանը։ Իսկ Հերովդեսին, ով իր ամբարտավանությամբ որոշել էր ոչնչացնել Աստծո եկեղեցին եւ Աստծո խոնարհ զավակներին, Աստված մատնեց դաժան եւ տանջալի մահվան։ Գրված է, որ մի որոշված օր Հերովդեսը թագավորական զգեստ հագած ատյանում նստած էր եւ հրապարակավ ատենաբանում էր դեպի նրանց։ Եվ ամբողջն աղաղակում էր, թե դա Աստծո ձայնն է եւ ոչ թե մարդի։ Եվ իսկույն Տիրոջ հրեշտակը զարկեց նրան, որովհետեւ Աստծուն չտվավ փառքը։ Եվ որդներով լցվեցավ, մեռավ։ Եվ Աստծո խոսքը աճում էր եւ շատանում։ Եվ Հայտնություն գիրքն ասում է. «Եվ տեսա մի ուրիշ հրեշտակ թռչելիս երկնքի մեջ, որ հավիտենական ավետիք ուներ, որ ավետարաներ երկրի վրա բնակվողներին, եւ ամեն ազգի եւ ցեղի եւ լեզվի եւ ժողովրդի, եւ մեծ ձայնով ասում էր. վախեցեք Աստվածանից եւ փառք տվեք նրան, որովհետեւ նրա դատաստանի ժամը եկավ, եւ երկրպագեցեք երկինքը եւ երկիրը, եւ ծովը, եւ ջրերի աղբյուրները ստեղծողին»։ Երկիրն ունի բազմադարյան մի պատմություն, որ արարչի անուն սիրով է լեփլեցում։ Տիեզերքի մեջ մեր աշխարհն այս աննշան դարձավ Աստծո անձնազոհ սիրո ու պատտվում են անիվները պատմությամբ, բացահայտում են արարչի սերն աննման, ներկայացնում են վեհծակումը մարդկությամբ և մոտեցնում անպատմելի վառ ապագա։